Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներից մեկն է։ Արգելոցներ, արգելավայրեր ու ազգային պարկեր ինչով են տարբերվում միմյանցից այս տարածքները եւ ինչպես են դրանք պահպանվում։ Կարող է հենց ամփոփությունից էլ ցանկացած վտանգավոր բան առաջ։ Այդ հատվածում բուսականությունը եւ կենդանական աշխարհը ոչնչանալու է։ Անընդհատ հանդիպում ենք խախտումների։ 1 հեկտար տարածքի պահպանության համար տարեկան դա կազմում է մոտավորապես 130-140 դրամ։ Ծառահատումներ, որսագողություն, ձկնագողություն, ինչ վտանգներ են սպառնում բնության հատուկ պահպանվող տարածքներին։ Վերջերս հաճախ ենք լսում, բնակելի տարածքում օձ է հայտնվել։ Իրականում ո՞րն է խնդիրը։ Օձերն են մտել մարդկանց տարածք, թե մարդիկ օձերի։ Քանի որ իսկ կենդաններին քաղաքում արդեն գրեթե տեղ չի մնացել, ստիպված մի տեղից տեղ սողալուց միշտ հանդիպումները շատանում են։ Ասեղի նման ոնց որ մի բան ծակել ու այդ է։ Օձի հետ հանդիպումը տեղի է ունեցել հեռուստաաշտարակի մոտ։ Մարդն անզգուշ որ գցում է էլի։ Եթե օձի եւ մարդու ճանապարհները հատվել են լավագույն տարբերակն այն շրջանցելն է։ Հայաստանում ովքեր եւ ինչ մրցույթներ են կազմակերպում, ովքեր են մասնակցում եւ ինչ դրական ու բացասական կողմեր ունեն դրանք։ Ոնց որ քո արժեվ լինի պրոստը ուղակի պուջուրի կին։ Վիցեմիս Արագածոտներ դառավ վիցեմիս Հայաստան։ Շատ բան է փոխել իմ կյանքում։ Պիրսինգ են անում, օղ են գցում։ Պիրսինգ եւ այլն այդ բաների մասին խոսել անգամ չեմ ուզում։ Լավ ասեն գեշա, չասեն էշա։ Մրցակցություն, ահա ինչն է նպաստում, որ երեխաները վերջում տխրեն, նախանձեն ու չարանան։ Ծառ, թուփ ու ծաղիկ։ Մարդու գոյությունը ուղիղ համեմատական է հենց բնության գոյությանը։ Միայն թե երբեմն բնությունը վտանգվում է հենց այդ նույն մարդկային միջամտությամբ։ Միակ ելքն այս դեպքում բնությունը պահպանելն ու դրան հատուկ ուշադրություն դարձնելն է։ Բնության հատուկ պահպանվող տարածքների առանձնացումը Հայաստանում սկսվել է դեռ խորհրդային տարիներից։ Ներկայում դրանք դասակարգվում են ըստ պահպանման ռեժիմի։ Ըստ այդմ առանձնացվում է 4 տեսակի տարածք՝ ազգային պարկեր, արգելոցներ, արգելավայրեր եւ բնության հուշարձաններ։ Մենք ունենք 3 արգելոց, դրանք են Շիկաղողի պետական արգելոցը, Խոսրովի պետական արգելոցը եւ Էրեբունու պետական արգելոցը։ Ունենք 4 ազգային պարկեր, ունենք 27 արգելավայրեր, դրանք սփռված են ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով մեկ։ Հիմա այն մասին, թե ինչով են մեկը մյուսից տարբերվում այս տարածքները, նախ արգելոցի ու արգելավայրի տարբերությունների մասին։ Բոլոր արգելոցներում չի կարելի արգելված, այսինքն էկոհամակարգի փոփոխություն, մարդու միջամտություն ընդհանրապես չի կարելի։ Իսկ արգելավայրերում այդ մարդու միջամտությունը կարելի է, որը ուղղված է կոնկրետ այդ արգելավայրի պահպանության խնդիրները լուծելու։ Այսինքն դա է պահպանվող տեսակների վերարտադրություն, էնդեմիկ տեսակների վերարտադրություն, հա, իսկ արգելոցում ընդհանրապես մարդու գործունեությունը արգելված է։ Որդան կարմիր արգելավայրն է, գտնվում է Արարատյան դաշտում Արմավիրի մարզում։ Այստեղի աղուտներում որդան կարմիր էնդեմիկ միջատն է բնակվում, որից հայկական լեռնաշխարհում գրեթե 3000-ամյակ կարմիր ներկանյութ են ստացել։ Հենց դրանց պահպանության համար է ստեղծվել արգելավայրը։ Այդ միջատի պահպանությունն է եւ այդ միջատը պահպանելու համար կարող է մարդը իրականացնել որոշակի բնապահպանական միջոցառումներ, կոնկրետ ուղղված տեղ, այսինքն կարող է մոլախոտ աճի, այդ որդանախոտին խանգարող եւ այդ մոլախոտերը անհրաժեշտ լինի վերացնել։ Անհրաժեշտ տեղերում մենք էլ ենք մաքրում, որդանախոտնել ենք ճնշող մեծամասնությունը, որտեղ որ առավել անհրաժեշտ է մաքրում են մեր աշխատակիցները։ Սա արգելավայրի դեպքում ռեժիմն ավելի խիստ է արգելոցների պարագայում։ Ծառը արգելոցում եթե ընկնում է, այդ ծառին էլ դու ձեռք տալու իրավունք չունես, այսինքն մարդու միջամտությունը ընդհանրապես չի կարելի։ Նույն ձևի մարդու միջամտությունը արգելվում է արգելոցում, եթե դա ուղղված է նույնիսկ կենդանիների եւ բույսերի թվաքանակի ավելացման կամ պակասեցման։ Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներից մեկն է Խոսրովի անտառ արգելոցը։ Այն ընդգրկում է մոտ 23000 հեկտար տարածություն։ Գեղամա լեռնավահանով ազատ եւ Վեդի գետերի ավազանում տարածվող անտառը պաշտոնապես արգելոց է համարվել 1958 թվականին։ Խոսրով կոտակ արքայի 4-րդ դարում հիմնած որսատեղին այսօր պահպանվում է խիստ ռեժիմով։ Մարդկային գործունեությունն այստեղ խստիվ արգելվում է։ Խոսրովի պետական արգելոցում մենք ունենք մի քանի երթուղիներ, որոնք նախատեսված են այդ
ճանաչողական նպատակով զբոսաշրջիկների համար։ Ճանաչելու եւ տեսնելու բան Խոսրովում ինչքան ասել ժայռերից, ծառերից ու զանազան ծառատեսակներից մինչև ամենատարբեր կենդանատեսակներ։ Քարայծը, խոզը, գայլը, տարբեր տեսակ լուսաններ ունենք, ապասակ լավ ունենք բուսականություն։ Կենդաններն կարելի է տեսնել առավոտը լուսաբացին, մեկ էլ երեկվա ժամերին։ Գորշ, արջ, բեզոարյան այծ, վայրիկատու, լուսան, ագրավներ, բու ու այլ էնդեմիկ տեսակներ։ Հենց սրանք են այն կենդանատեսակները, որ ապահովում են Խոսրովի արգելոցի կենսաբազմազանությունը։ Արգելոցի թանգարանն է, այստեղ ցուցադրված են բոլոր կենդանատեսակները, որ կարելի է գտնել Խոսրովի արգելոցում, ամենափոքր միջատից մինչև գիշատիչ։ Պակաս հարուստ չէ նաև Խոսրովի արգելոցի բուսական աշխարհը։ Այստեղ է Հայաստանի ֆլորայի 50%-ից ավելին, մոտ 1800 բուսատեսակ։ Արգելոցում բնակվում է 142 տեսակի թռչուն եւ 55 տեսակի կաթնասուն։ Դրանց մի մասը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Կան մարդիկ, որ չեն հասկանում ու կարող է հենց ամփոփությունից էլ ցանկացած վտանգավոր բան առաջանալ։ Օրինակ ինչ կարող են անել։ Պաժար, ծառահատումներ, որսագողություն, ձգանգողություն, ցանկացած բաներ։ Խոսրովի անտարպետական արգելոցում կա 4 եզրային տեղամաս՝ Գառնիի, Կաքավաբերդի, Խաչաձորի ու Խոսրովի։ Դրանք բոլորն անհրաժեշտ է պաշտպանել ապօրինի ոտնձգություններից։ Տեղամասերից յուրաքանչյուրն ունի իր տարածքը, մուտքն ու հսկիչները։ Հենց այսպես ձիերով շրջում ու հսկում են տասնյակից ավել տեսությունները Խոսրովի անտարի անվտանգությունը։ Բոլոր տարածքը անգիր գիտենք, բոլորս գիտենք, որ կողմից ով մտնելու, ով կմտնի, բոլոր աշխատողներ տարբեր հատվածներից հսկում են։ Մենք մեր բոլոր տարածքները ստուգում ենք մեր տեսուչներով, որպեսզի ոչ մի տեսակի ծառահատումներ, արածեցումներ ու վտանգավոր ինչ-որ բաներ մենք կարողանում ենք կանխեցնել։ Անտառը հսկում են, բայց տարածքը հսկայական է, իսկ որոշ տեղերում մարդկանց մուտքը դեպի արգելոցում գտնվող քարանձավներ, գետափնյա հատվածներ սահմանափակված չէ։ Որոշակի խնդիրներ կան Խոսրովի սահմանները կտրտվածության հետ կապված։ Արգելոցը այդպես սահմանաբանով փակված չէ, ուրեմն իրոք կարող են մտնել մարդիկ եւ վնասել եւ ռեժիմին վտանգել։ Հաջորդ խնդիրը արգելոցի աշխատակիցների վարձատրությունը կատարած գործի համեմատ բավականին ցածր է, մոտ 40,000 դրամ։ Բարձր որակավորում ունեցող մասնագետ գիտաշխատողների խնդիրներ ունենք։ Այսօր մենք իրոք դա լուրջ խնդիր է, որովհետեւ այսօր քանի որ աշխատավարձի հետ կապված, ասենք, ցածր աշխատավարձով բարձր որակավորում աշխատողներ, մասնագետները դժվարությամբ են գնում մեր այդ պահպանվող տարածքները։ Սա արդեն Էրեբունի պետական արգելոցն է։ Առաջին հայացքից շատ սովորական արոտավայր հիշեցնող այս վայրն իրականում ոչ միայն ռազմավարական, այլև գիտական լուրջ նշանակություն ունի։ Մոտ 90 հեկտար զբաղեցնող տարածքում աճում են ցորենի աշխարհում հայտնի 4 տեսակներից 3-ը։ Վայրի միահատիկ ցորենը, վայրի երկհատիկ արարատյան ցորենը եւ ուրարտու ցորենը վայրի։ Այդ 3 տեսակը աճում են այս տարածքում։ Ուրիշ վայր աշխարհում չկա, որ այդ տեսակները իրար հետ նույն աճելավայրում լինեն։ Արգելոցում տարածված են նաև մյուս հացազգիներն ու բազմաթիվ այլ բուսատեսակներ, սակայն այս տարածքի էնդեմիկ տեսակը շարունակում է ցորենը մնալ։ Գենետիկական կարևոր նշանակություն ունի կուլտուրական ցորեների նոր սորտերի ստացման համար։ Գենետիկորեն շատ կարևոր է այս ցորեների պահպանությունը, եթե ասենք թե մի երկրում որտեղ որ նոր սորտ են ուզում ստանալ, անպայման սրա գենիկ ֆոնդը պետք է օգտագործվի։ Անպաշտպան է ինքը, հենց քաղաքի կողքն է, Պարիս որպես այդպիսին, որ լիարժեք, որ մարդը իմանա, որ նա ինքը գտնվում է արգելոցում, այդպիսի իրավիճակ չկա։ Գեղազարդիչ տեսակներ ունենք հիրիկների, որը շատ գեղեցիկ են, հավաքվում են, ամբերբոա, վարդատերեփուկը, դրանք նույնպես հավաքվում են մեր շուկաներում, վաճառվում են, դրանք աստիճանաբար կրճատվում են դրանց քանակությունը։ Պահպանություն իրականացում են մեր աշխատակիցների միջոցներով։ Քանի տեսություն եք այստեղ, քանի աշխատակիցներ եք, որոնք հսկում են։ Ուրեմն ունեմ 4 տեսուչ,
Բայց բավական է օրինակ 4 տեսություն ոնց են 89 հեկտար հսկում։ Եղած պայմանները դա հարմարում ենք։ Աստված չանի մի հրդեհ լինի, մենք կորցնենք այս արգելոցը։ Եթե մենք այդ պահպանության աշխատանքները աչքաթող անենք, ուրեմն հրդեհ բռնկվեց անմիջապես այլևս վերականգնել հնարավոր չէ։ Այնուամենայնիվ արգելոցի համար առավել մեծ վտանգ է ներկայացնում թունաքիմիկատների մերձակա գերեզմանոցը։ Բացվել էր ամբողջ գարնան հեղեղումների ժամանակ ջրի հետ գալու էր մեր արգելոցի մի հատվածով դուրս էր գալու եւ այդ հատվածով բուսականությունը կենդանական աշխարհը ոչնչանալու է։ Հիմա արդեն ազգային պարկերի մասին դրանք 4-ն են՝ Սևան, Դիլիջան, Արփի, Արևիկ։ Դիլիջան ազգային պարկն է, ընդգրկում է ավելի քան 33000 հեկտար տարածք, ինչպես բոլոր ազգային պարկերը, սա եւս մի քանի գոտու է բաժանված։ Ազգային պարկում կա արգելոցային գոտի, որտեղ ռեժիմը նույն ռեժիմն է, ոնց որ արգելոցի պարագայում։ Կա ռեկրեացիոն գոտի եւ կա տնտեսական գոտի։ Դիլիջան ազգային պարկում արգելոցները կազմում են մոտ 28% ամբողջ այդ տարածքի, որի հիմնականում ամենամեծ տարածքը արգելոցից դա կեն ու պուրակն է, որը եզակի ամբողջ Կովկասում։ Դա եզակի ծառատեսակ է, լատիներեն տաքսուս բակատան, որը Կովկասում կան տարածվածություն, բայց նմանատիպ անտառ, որտեղ տարածված է ամբողջականության, դա միակը մեր մոտ աղավնավանքի կեն ու պուրակն է։ Եզակի այս ծառատեսակի կողքին կարևոր նշանակություն ունի նաև Դիլիջանի կենդանական աշխարհը։ Մենք ունենք կարճ, ունենք կղտար, հիմնականում մենք ունենք լուսաններ, ունենք գայլ, աղվես։ Այս վերջերը արդեն բավական նկատում ենք նաև մացառախոս, որը տարիներ առաջ չկար, նորեն արդեն Եվ այդ ազգային պարկի այդ կենդանատեսակներին վնաս են տալիս շակալները, որը այդ վերջին տարիներն են միգրացվել։ Բորենիները կենդանիների, մարդիկ ծառերի վերջն են տալիս։ Չնայած հսկողությանը Դիլիջան ազգային պարկում ծառահատումներից խուսափել հնարավոր չի լինում։ Աշնան կողմերը, երբ որ բնակչությունը արդեն ունի բնակարանի տաքացման վառելափայտի խնդիր, այս ժամանակ որոշակի քանակով ավելացում են։ Բնակչությունը հնարավորություն չունի գազ վառելու, դա սոցիալական կարիքն է հիմնականում, որը ստիպում է։ Հիմնականում մեր պայքարը նա է, որպեսզի փայտանյութը որպես բիզնես չօգտագործվի։ Որտեղ բնակչության ձեռքը հասնում է, այնտեղ հնարավոր է, որ ծառահատում կատարվի։ Օրինակ այս ծառերը հայտնաբերել են քաղաքամերձ տարածքում, քաղաքի անմիջապես հարևանությամբ, մեր ազգային պարկը սկսում է այդ տարածքում ապօրինի հատված 7 ծառեր։ Ընդամենը 1 ամիս առաջ այստեղ կանգուն ծառեր են եղել։ Սա անտառի ամենաստվար հատվածներից մեկն է։ Հիմա միայն մնացել են ճյուղեր ու ծառերի կոճղեր։ Անտառը զրկվել է իր անտառային հատկություններից։ Սոճենի է հատվել հիմնականում եւ հատման ընթացքում, ասենք, իր հետ պարկացրել է բոխի տեսակի ծառատեսակ։ Անտառի մի հատվածի վերացումը միակ վնասը չէ։ Ծառերը կտրելու հետևանքով տարածքում կակտիվանան սողանքները, ինչ վերաբերում է գրանցված ծառահատումներին, թեև հիմա դեռ թեժ շրջանը չէ, բայց ապօրինի հատումների պակաս հիմա էլ չկա։ Այսօրվա դրությունը, որ արդեն ունենք արձանագրած 123 ապօրինի հատված ծառեր եւ մոտավորապես 20-25 հատել էլի հայտնաբերել են, որոնք շուտով կարձանագրվեն։ Անտառը ապօրինի հատումներից պահպանելու համար հսկողություն իրականացնում են։ Դրա համար տարեկան 131 միլիոն դրամ են ստանում։ Հսկողությունից բացի ծառատունք ու վերականգնման աշխատանքներ են կատարում, միայն թե գումարներն այնքան էլ շատ չեն։ Միահերթ է պահպանությունը, պահպանության խնդիր ունենք։ Բնակչությունը օգտվելով են առիթից, որ աշխատակիցները աշխատում են 8 ժամ, ինչպես ընդունված է, 8 ժամից հետո հնարավորություններ է ստեղծում, որպեսզի կարողանան որոշակի խախտումներ կատարել։ Սևան ազգային պարկն է, ընդգրկում է 150,000 հեկտար տարածք ներառյալ լճի հայելին։ Ազգային պարկի ցամաքային հատվածը կազմում է 22-ից 23,000 հեկտար։ Բնության հատուկ պահպանվող այս տարածքում նույնպես տնտեսական ու տուրիստական գոտիներից զատ կան նաև արգելոցային գոտիներ։ Ազգային պարկի տարածքում առանձնացված են 4 արգելոցներ՝ Արտանիշի արգելոցը, Նորաշենի արգելոցը, Լիճկի արգելոցը եւ Գիլի արգելոցը։ Արգելոցային այս գոտիները ստեղծվել են մեկ նպատակով՝ պահպանել տարածքի կենդանական ու բուսական ինքնատիպ աշխարհը։ Սևան ազգային պարկի տարածքում հանդիպում է համարյա 1700 տեսակի բուսատեսակ, որոնցից մեծ մասը հազվագյուտ անհետացող է, կարմիր գրքում գրանցված տեսակներ են շատ բուսատեսակներից։ Ծառահատումները այս տարածքում լինում են, բայց համեմատաբար քիչ։ Փայտանյութը անհրաժեշտ որակը չունի։ Մեծ տարածում չունի նաև կենդանիների որսը։ Մեր խնդիրը հիմնականում ձկնկողությունն է։ Մենք խնդիր ունենք ձկնկողության հետ։
Իսկ մնացած կենդանատեսակների որսագողության, ապօրինի հավաքչության, չգիտեմ ինչի դեմ հնարավոր է պայքարել։ Ձկնագողության ու մի շարք այլ գործոնների պատճառով հատկապես տուժել է իշխանի տեսակների վերարտադրությունը։ Իսպար վերացավ Սևանի իշխանի երկու ենթատեսակը, երկու ռասաները, բոջակը եւ ձմեռային բախտակը։ Ազգային պարկի մյուս խնդիրը լճի ջրի որակն ու մաքրությունն է։ Սևան ազգային պարկ փողակում վստահեցնում են ջրի որակը բարձր է, ճահճացման վտանգ էլ այլևս չկա։ Փոխարենը առանցքային է ափամերձ տարածքների աղտոտվածության հարցը։ Ուր էլ պատտվես աղբի կույտերեն։ Թափոնները ամեն օր եք մենք փաստորեն որտեղ բնակավայր ունենք, անպայման կողքը չվերահսկվող աղբավայր ունենք։ Դա էլ շատ վտանգավոր է եւ հատկապես հիմա լիճը բարձրանում է։ Հույս ունեմ, որ կշարունակի բարձրանալ եւ պետք է ափերը այնպես մաքրվեն հատկապես թափոններից, կանաչ զանգվածից, որպեսզի այնտեղ էվտրոֆիկացում տեղի չունենա։ Հսկողությունը իրականացնելու համար Սևան ազգային պարկում 200 հոգուց բաղկացած անձնակազմն է աշխատում։ Պահպանությունն իրականացնում են 7 մասնաճյուղերում, ոչ այնքան մեծ գումարով։ 150,000 հեկտար պահպանելու համար պետության կողմից հատկացում է 180-ից 200 միլիոն դրամ։ 1 հեկտար տարածքի պահպանության համար տարեկան դա կազմում է մոտավորապես 130-140 դրամ։ Ասել, որ մեր այդ արգելոցներում, ազգային պարկերում, արգելավայրերում իրոք անհրաժեշտ ռեժիմը պահպանվում է, ես չեմ կարող։ Ակնհայտորեն մենք անընդհատ հանդիպում ենք խախտումների։ Ֆինանսական գործոնը բնության հատուկ պահպանվող տարածքների միակ խնդիրը չէ։ Քարտեզագրում, համայնքների հետ սահմանների հստակեցում, օրենսդրական փոփոխություններ, սրանք առարկայական խնդիրներն են, որոնք լուծման կարիք ունեն։ Բնության հետ կապված խնդիրները կենդանական աշխարհի վրա ազդեցություն չունենալ չեն կարող։ Վերջերս հաճախ ենք լսում, բնակելի տարածքում օձ է հայտնվել։ Իրականում ո՞րն է խնդիրը։ Օձերն են մտել մարդկանց տարածք, թե մարդիկ օձերի։ Ահազանգ է ստացվել, որ դպրոցի տարածքում օձ է նկատվել։ Հրշեջ փրկարարները մանկապարտեզում հայտնաբերել են գյուղզատեսակի 2 օձ։ Փրկարարները օձին բռնել են բազմաբնակարանի 3-րդ հարկում։ Սրանք մեջբերումներ են պաշտոնական տեղեկատվությունից։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն այս լուրերը տարածել է տարվա ընթացքում։ Մարդիկ համոզված են, օձերը շատացել են։ Սողուններին տեսնում են, որտեղ պատահի, տանը, բակում, փողոցում ու նույնիսկ ավտոմեքենայում։ Եղել են անգամ դեպքեր, երբ օձեր են հայտնաբերվել ընտանիքներով։ Դպրոցի բակում 4 հատ լորդու տեսակի օձ են հայտնաբերել, իսկ 7 հատ հայտնաբերել են սեփական տան բակում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ամփոփում է, այս տարվա ընթացքում քաղաքացիները օձին վնասազերծելու խնդրանքով ճգնաժամային կառավարման կենտրոնին են դիմել մոտ 140 անգամ, արձագանքել են բոլոր կանչերին, միայն թե բոլոր դեպքերում չէ, որ հնարավոր է եղել գտնել սողուններին։ Հայտնաբերվել է 61 դեպքում օձերը։ Որքան էլ զարմանալի է, օձերին վնասազերծելու համար արտակարգ իրավիճակների նախարարությանն ամենից շատ դիմում են մայրաքաղաքի բնակիչները։ Սրանից հետևություն, կամ սողունները սկսել են առավել մեծ հետաքրքրություն դրսևորել Երևանի նկատմամբ, կամ էլ մարզերում օձերի հարցերը լուծում են առանց փրկարարների օգնության։ Օձերի վերաբերյալ ահազանգով աչքի են գնում հիմնականում մայրաքաղաքը։ Այս տարի գրանցվել է 78 ահազանգ, որից հայտնաբերվել է 31 դեպքում։ Այսօր արտակարգ իրավիճակների նախարարությունը գրանցում է բոլոր ահազանգերը պայմանավորված օձ նկատված լինելու, խայթելու եւ սահմանված կարգով իրականացում է արձագանքում բոլոր դեպքերին։ Այս տարվա ընթացքում օձը խայթել է 16 մարդու, 10-ով ավելի, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Միայն մայրաքաղաքում օձի խայթոցից այս տարի տուժել է 6 քաղաքացի, զոհեր չկան։ Ասեղի նման ոնց որ մի բան ծակել ու այդ 56-ամյա տղամարդը թունավոր օձի խայթոցից այս տարի տուժած 6 երևանցիներից մեկն է։ Օձի հետ հանդիպումը տեղի է ունեցել Նորք Մարաշ վարչական շրջանում հեռուստաաշտարակի մոտ։ Աշխատելիս է եղել, մինչև նկատել է սողունին, բանը բանից անցել է։ Օձի թունավորը ոչ թունավորից չի տարբերում ու բժիշկներին իրեն խայթած օձի տեսակի մասին տեղեկություն տալու համար ընկերների օգնությամբ սատկացրել է օձին, լուսանկարել ու նոր միայն ներկայացել հիվանդանոց։ Միանշանակ գյուղզայր բավականին հաստ, մեծ, բայց նաև կերած։
դա էլ ինչ-որ չափով նպաստել է, որ մի քիչ թույնը ավելի նոսր լինի։ Ամենաթունավոր համարվող հայկական օձերից մեկի գյուրզայի թույնի դեմ պայքարը բժիշկները սկսել են միանգամից, անտիգյուրզին են ներարկել, բայց տեղային արյունազեղումից խուսափել հնարավոր չի եղել։ Ես ուռած սև մասը որ կա դա այդ խայթոցի հետևում։ Այո, տեղային ունենք արդեն արյունազեղման հատված եւ արտահայտված այտուց հիպերեմիա, որը դինամիկայում գնալով շատանում է, խորանում է։ Տուժողի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, բայց բուժումը դեռ շարունակելու են, որ խայթոցը հետևանքներ չթողնի։ Հայաստանյան օձերի մասին լավ պատկերացում կազմելու համար դիմում ենք մասնագետի օգնությանը։ Կարեն Մարտիրոսյանը սկսում է հենց գյուրզաներից։ Ինքնավստահ տեսակ է կարելի ասել, քանի որ այդ զենքը ունի, այդ թույնը ունի ինքը։ Ինքնավստահ, մի փոքր դանդաղաշարժ ու անվախ, ահա գյուրզայի հիմնական բնութագիրը։ Մի կարևոր առանձնահատկություն ունի, առանց զգուշացնելու չի հարձակվում։ Նախ ձայնային ազդանշան է արձակում եւ եթե դա չի օգնում, որ մարդն իրենից հեռու մնա, նոր միայն գործի է դնում իր հիմնական զենքը՝ թույնը։ Հիմա ինքը ուրեմն 1.45 մետր սանտիմետր ուրեմն երկարություն ունի, գյուրզայի համար դա բավական լուրջ չափս է եւ այս չափսի օձը կարա շատ վատ հետևանքներ լինի, եթե մարդուն կծի։ Այդ մի կաթիլը բավական է, որ մարդ մահանա։ Մասնագետը նկատել է, օձի վտանգավորությունը մարդիկ գնահատում են ըստ դրա չափի, պարզվում է սակայն, որ չափն իրականում նշանակություն չունի, մարդու համար կարող է մահացու լինել անգամ նորածին գյուրզայի կամ իժի խայթոցը, մինչդեռ քաղաքամերձ հատվածներում կան մինչև 2 մետրի հասնող գյուրզայանման օձեր, որոնք բացարձակ թունավոր չեն։ Մենք ունենք ընդամենը 23 տեսակի օձ Հայաստան, որոնցից ընդամենը 4-ն են թունավոր, 4 իժերի տեսակները։ Դա գյուրզան է, հայկական իժն է, Դարևսկու իժը եւ Լեռնատափաստանային Երևանյան իժը։ Թունավոր օձի խայթոցից խուսափելու լավագույն տարբերակը նրանից հեռու մնալն է։ Սա իհարկե չի նշանակում, որ ոչ թունավորներին մոտենալը, բռնելը կամ վնասելը խրախուսվում է։ Այդ դեպքում էլ է պետք զգուշավորություն դրսևորել։ Ճիշտ է, դրանք թունավոր գեղձեր չունեն ու խայթոցն իրականում վտանգավոր չէ, բայց առողջական խնդիրները վախից առաջացած հիվանդությունների ու արյան ճնշման տատանումների տեսքով չեն բացառվում։ Ազգաբնակչության այս կոչ եմ անում, որևէ դեպքում փորձ չանեն ինքնուրույն ինչ-որ աշխատանքներ կատարեն օձի հետ։ Նախ պետք է խոճապի չմատնվել եւ պահպանել անվտանգ հեռավորությունը կենդանուց, ինչպես նաեւ անվտանգ հեռավորության վրա տեղափոխել տան երեխաներին, ընտանի կենդանիներին, որպեսզի հանկարծակի հարձակում չդիտվի։ Ոնց որ մարդիկ ղուշ են պահում ամբողջ օրը, ես էլ սա իմ խոբին է, ու ես իրանց հետ ոնց որ ապրում եմ։ Օձ բռնող ու պահող իշխանի համար օձերի հետ շփումը հիմա է հոբի դարձել։ Նախկինում աշխատանք էր, որքան էլ զարմանալի հնչի, իշխանի օձերի ֆերմայում ենք։ Ինչպես ինքն է ասում, տարիներ առաջ լավ գազաններ շատ ուներ։ Հիմա ֆերման աղքատիկ է համարում։ Ունեցածն ընդամենը 10 գյուրզա է։ 90-ական թվերին 3000 գյուրզա եմ ունեցել։ Օձերի հետ երկար տարիների շփումով է համոզվել։ Այս ծողունները խելացի են ու շատ օգտակար։ Բարձր է գնահատում հատկապես գյուրզայի խելքը։ Շատ խելացի է։ Մարդն է անզգուշ, որ գծում է, էլի։ Բռնած օձերին բերում է ֆերմա, որոշ ժամանակ պահում ու հետո բաց թողնում մարդկանցից հեռու տարածքում։ Օձ պահելն իհարկե կատակ բան չէ, կերակրել է պետք, իսկ քանի որ գյուրզաներն օրինակ սննդի հարցում բծախնդիր են ու սնվում են միայն կենդանի թռչուններով ու կրծողներով, իշխանը ստիպված է լինում նաև թակարդով ծտեր որսալ։ Օձեր պահելուց ոչ մի շահ իշխանն այսօր չունի։ Պատկերն այլ էր 90-ականներին։ Գերմանացիների հետ էին աշխատում, գրամը $1000 գնում էին գյուրզայի թույնը։ Լիցենզիայի ժամկետն սպառվեց ու ֆերմայի գործունեությունը դադարեցվեց։ Սրանք շատ պիտանի են մեր դեղագործական աշխարհին, բայց դստեղ մեր մոտ ոչ մեկը ուշադրություն չդարձրեց։ Այլ երկրների լուբոյ դեղագործական ֆաբրիկաներ մեր Հայաստանի, հատկապես Հայաստանի թույնի պահանջը ունեն։ Մեծ հպարտությամբ է ընդգծում, օձերի ֆերմա ունի, աշխարհը չունի։ Սողունների համար կառուցած կացարանի յուրահատկությունն այն է, որ զեռուներին այստեղ կարող են պահել ոչ թե վանդակներում, այլ բնական միջավայրում, հենց այս պատերի ներսում։
Հիմա այստեղ որտեղ մենք կանգնած ենք, մեր շուրջ շատ օձեր կան մանր։ Մանր ճտիկներ կան։ Նրանք արդեն ծառների տակ են, քարերի մեջ են, այն կողմերը բներ կա գետնի տակ, բների մեջ են։ Գյուրզա էլ կա այստեղ հիմա։ Գյուրզա էլ խառը։ Հիմա արդեն այն մասին, երբ օձի հետ դեմ առ դեմ հանդիպումը մարդու համար եղել է անխուսափելի ու մարդու եւ սողունի հակամարտությունն ավարտվել է զեռունի խայթոցով։ Եթե օձը թունավոր է, առաջանում է սուր ցավեր, սառը քրտինք, հետո սրտխառնոց ու փսխումներ։ Բացի այդ, խայթոցի տեղում առաջանում է այտուց, որն աստիճանաբար տարածվում է։ Հասկանալու համար խայթողոցը թունավոր է թե ոչ, մասնագետները հորդորում են մինչև խուճապի մատնվելն ու փախուստի դիմելը գոնե մի զննող հայացք գցել օձի վրա։ Եթե դրա մարմնի ու գլխի թեփուկները միանման են ու դասավորված են հավասարաչափ, նշանակում է այն թունավոր է։ Իսկ եթե սողունի գլխին կանոնավոր դասավորված այսպիսի վահանակներ են, գործ ունենք ոչ թունավոր օձի հետ։ Կողմնորոշիչներն այսքանով չեն ավարտվում ու ճանաչողական բոլոր տարբերանշանները վերաբերում են միայն հայաստանյան օձերին։ Թունավոր օձերը բավական մարմնով ավելի հաստլիկ են լինում, քան ոչ թունավոր օձերը։ Դա Հայաստանի օձերի մասին եմ էլի ասում։ Եվ պոչը հիմա որ մենք նայենք, ասենք թե այ նայեք այս ոնց է վերջանում Գյուրզայի պոչը, այսքանն է ընդամենը, շատ կարճ է։ Եվ միանգամից sense կոնուսով սրվում է եւ փոքր է, այսքան պոչ ունի։ Ոչ թունավոր օձերի մոտ բավական նա երկար է։ Սրանք ինչ որ տեղ արագաշարժ են լինում, բայց Գյուրզան ինչ որ այտենց դանդաղկոտ է։ Թունավոր օձերի մոտ ուրեմն բիբը ուղղահայաց է կատվի բիբի պես։ Ոչ թունավոր օձերի մեջ մոտ կլոր է լրիվ բիբը։ Ցավը նա որ ազգաբնակչության համար օձերի մեջ չկան լավ, վատ, օձերը բոլորը վատն են եւ արժանի են սատկացնելու։ Ասել, որ Հայաստանում օձերի տեսակները շատ են, ճիշտ չի լինի։ Ընդամենը 2 տասնյակ ու մի փոքր ավելի։ Դրանցից մեկն է Անդրկովկասյան սահնոցը։ Բնության գրքում սրան հանդիպելու դեպքում գուցե սարսափեի, բայց որ մասնագետը հավաստիացրեց, անվտանգ է համարձակվեցի անգամ ձեռք տալ։ Ինչ վերաբերում է օձերի կենսակերպին, տեսակետը թե օձերը շոգ ու արև են սիրում, թյուր է։ Շոգին օձերը դուրս չեն գալիս, դա միայն մարդիկ այդպես կարծում են, որ օձերը շոգ են սիրում։ Օձերը շոգից պատսպարվում են, թաքնվում են եւ ամռան ամիսներին դուրս են գալի միայն գիշերը, ստվերին, առավոտ շատ շուտ։ Լինի առավոտ, կեսօր թե գիշեր նշանակություն չունի։ Սուրեն են ստանը մի խումբ օձեր ոչ թաքնվում են, ոչ էլ հայտնվում։ Դրանք ապրում են հենց հյուրասենյակում։ Օրինակ մարդիկ կան, որ ակվարիումներում ձկներ են պահում, չէ՞, էլի զուտ վիզուալ գեղեցկություն է։ Իմ ճաշակի հարցը, իմ համար էլ օձն է գեղեցիկ, այսինքն ձկանն էլ չեն հանում, սիրում էլի շոյում, օձին էլ հնա կարելի է չհանել ու վերջ։ Երիտասարդն օձերից վախ չունի, սիրում է օձերի բոլոր տեսակներին ու զգուշանում թունավորներից։ Ամեն մեկի մոտ տարբեր է ռեակցիան։ Մարդկա սիրում է, հետաքրքիր է, մարդկա զզվում է, մարդկա վախենում է, այսինքն առանց պատճառի, ինչքան էլ հասկանում է, որ վտանգավոր չի, մեկը վախենում է։ Հետաքրքրասեր հյուրերի համար անգամ իրենց տան այս բնակիչներին կացարաններից չի հանում, ոչ թե հյուրի համար է անհանգստանում, այլ օձի, պարզապես նրանց անհանգստացնել չի ցանկանում։ Որ այսպես բասկաթոռը նստած եք լինում, իրան չեք հանում, մի հատ դնեք, շոյեք, սիրեք։ Հիմա հանում եմ, բայց շատ ավելի հազվադեպ, քան սկզբից, ու այս տեմպերով որ գնա կարող է հետո էլ չհանեմ, զուտ իր մասին մտածելով։ Տանն օձեր պահելու ցանկության ընտանիքի անդամները սկզբում ընդդիմացել են, բայց ի վերջո տեղի են տվել։ Հիմա այս տանը 10 օձ կա։ Եղել է, որ այսպես ձեր օձերը թեկուզ ոչ թունավոր փախնեն իրանց տեղից։ Ճիշտն ասած, հա։ Ու ոչ իմն։ Եղել է փախել են, կորել են։ Ու չեք էլ գտել է։ Չէ։ Դե եղել է շատ փոքր օձ։ Ու չեք այսպես խառնվել իրար, որ տանը օձ է կորել։ Իսկ պատճառը ո՞րն է իրար խառնվելու։ Ասենք ես խառնվել եմ իրար, որ կորցրել եմ օձից, բայց որ տան մեջ օձ կա, այդ ի՞նչ է նշանակում այդ։ Ոչ իմ, ասենք տան մեջ մրջուն կա լիքը։ Իդեպ, մի շատ կարևոր սկզբունք ունի՝ թունավոր օձի տուն չի բերում։ Իր խնամակալության տակ միայն ոչ թունավոր սողուններ են։ Հիմա բացառվում է, որ ինքը այսպես էս կոմա գալի, sense հանկարծ։ Չէ, չի բացառվում։ Չէ, չի բացառվում։ Բայց շատ քիչ է հավանական, այնքան քիչ է հավանական, որ այդ հավանականությունը կարելի է անտեսել, էլի։ Ոնց որ չի բացառում, չէ, որ հիմա երկրաշարժ կլինի։ Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ուսանողն իդեպ միայն օձեր չէ, որ պահում է։ Տանն ունեն թութակներ, մողեսներ, շներ, կրյաներ ու անգամ թունավոր սարդեր։
Բոլոր կենդանիներին էլ սիրում է, բայց սողունների նկատմամբ առանձնակի վերաբերմունք ունի։ Օձերին պահպանել ու դրանցով լրջորեն զբաղվել է պետք, պնդում է ապագա սողունաբանն ու բացատրում, օձերի հետ մարդկանց հաճախակի դարձած հանդիպումները դեռ չեն նշանակում, որ դրանք շատացել են։ Օձերը հաստատ կրճատվել են, ոչ թե շատացել են Հայաստանում։ Յուրաքանչյուր օձ, թունավոր թե ոչ թունավոր, խուսափում է մարդու հետ հանդիպումից, դա ցանկալի երևույթ չի։ Բայց քանի որ այս կենդաններին քաղաքում արդեն գրեթե տեղ չի մնացել, ստիպված մի տեղից տեղ սողալուց միշտ հանդիպումները շատանում են։ Այն վայրերը, որ վայրի են մնացել, քանդվում են, կառույցներ են սկսում, բնականաբար օձերը պետք է հանդիպեն։ Գոյության իրավունք ունի բնության ցանկացած ներկայացուցիչ։ Օձերը բացառություն չեն ու անկախ հանգամանքներից, եթե օձի եւ մարդու ճանապարհները հատվել են լավագույն տարբերակն այն շրջանցելն է, այս կենդանու դեմ պայքարելը բավականին ռիսկային է։ Պայքարն ու մրցակցությունը հաջողության հասնելու գլխավոր գրավականներն են, բայց թե որքանով է ընդունելի, երբ այդ նույն մրցակցության մեջ են ներկայացում երեխաներին, կպարզենք ռեպորտաժում։ Ոնց որ քո առջև լինի պրոստը ուղակի պուջուրի կին, այսինքն երեխայից բան չի մնում։ Սա մրցույթ է մեծ գումարների ու մրցանակների համար։ Նպատակն արդարացնում է միջոցները սկզբունքով, ամբողջ աշխարհում հազարավոր ծնողներ իրենց զավակի ապագան դնում են կասկածի տակ։ Նրանք ջանք չեն խնայում, որ երեխան արժանանա առաջին մրցանակին։ Եզակի զգեստների, դիմահարդարման ու արհեստական արևայրուքների վրա հազարավոր դոլարներ են ծախսում։ Թե ինչ են անում մեզ մոտ, այդ մասին քիչ ավելի ուշ։ Նախ Ռուսաստանում նկարահանված մի ռեպորտաժի մասին, որտեղ թաքնված տեսախցիկի առաջ բացահայտվում է հաղթելու համար սահմանված գինը։ Դե ես կարծում եմ 30-ից 40 հազար եվրո։ Դա Ռուսաստանի փոքրիկ գեղեցկուհին է, այո, բայց չէ որ այնտեղ ժյուրին անկաշառ է։ Ասեք ինձ, միթե նման բան լինում է։ Երգ, պար, դեֆիլե, հագուստի ցուցադրություններ, հաղթողին սպասում են աշխարհի մրցույթում, որի մրցանակային տեղերը եւս ըստ Մախլինայի կարելի է գնել։ Մանկական միս աշխարհ է անվանումը։ Այնտեղ կարելի է առաջինը լինել։ Ամեն ինչ հնարավոր է առաջին տեղում հայտնվելու համար կպահանջվի 60-ից 70 հազար եվրո։ Хочется поздравить не только наших красавиц, но, конечно же, настоящих победителей этого конкурса. Это, конечно же, родители. Նման պարագայում իհարկե հաղթում է ծնողը, ավելի ճիշտ նրա տված գումարը, իսկ ինչ է լինում վերջում, քիչ վճարած ծնողների երեխաները լաց են լինում ու հետագա կյանքի համար ձեռք բերում հոգեբանական բարդույթներ։ Այդ երեխաները շատ հաճախ հայտնվում են ոչ այն տեղերում, որտեղ իրենց ծնողները իրենց համար պատրաստում են։ Ամենակարևոր տարը այնուամենայնիվ այդ էրոտիզմի խնդիրներն է։ Ուսումնասիրությունների համաձայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում մանկական գեղեցկության մրցույթների մասնակցած աղջիկների 10%-ը դառնում է պոռնո աստղ։ Ավելի քան 20%-ը շպարի ու արևայրուքի չարաշահման պատճառով հիվանդանում քաղցկեղով։ Պարզվում է մեր երկրում եւս կան նմանատիպ մրցույթներ, որևէ վերահսկողություն, կարգ ու կանոն չկա։ Մրցույթներից մեկի կազմակերպիչ Աշոտ Խաչատրյանն իրեն համարում է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում մանկական գեղեցկության մրցույթների հիմնադիրն ու կազմակերպիչը։ Նրա տեսակետներն այսօր տեղ չեն գտել մեր ռեպորտաժում, քանի որ մեզ վստահեցրեց, որ միայն ուղիղ եթերի ֆորմատով է պատրաստ մասնակցել որևէ հաղորդման։ Ինչևէ, առանց նրա կփորձենք հասկանալ Հայաստանում ովքեր եւ ինչ մրցույթներ են կազմակերպում, ովքեր են մասնակցում եւ ինչ դրական ու բացասական կողմեր ունեն դրանք։ Բացվեց, հատերի վրա բացացավ, պահեք ձեզ, դունչիկը, վերև, սիրունս դունչիկը դիչակ։ Պարի դաս աշտարակում, այն չէր տարբերվի մյուսներից, եթե դասին ներկա չլիներ Հայաստանի փոքրիկ գեղեցկուհիներից մեկը։ Երբ մենք հաճախում էինք մանկապարտեզ, մեզ մոտ փակցրած էր դրան վրա, որ այդպիսի մրցույթ կա, միս եւ միստր գեղեցկության, նրբագեղության մրցույթ է կազմակերպվում։ Դու հիշում ես այդ մրցույթը, առաջին մրցույթը։ Մոռացել եմ։ 8-ամյա Ալիսան 3 տարեկանից է սկսել մասնակցել մրցույթների։ Առաջին մրցույթից շատ բան չի հիշում, փոխարենը մայրն է հիշեցնում։ Վիցեմիս Արագածոտներ դառավ վիցեմիս Հայաստան։ Այստեղ հաջողություն գրանցելով ծնողները որոշեցին, երեխան կմասնակցի նաև Top Model մրցույթին։
6 տարի 2008 թվականից առ այսօր մենք աշխատում ենք Հայաստանի բոլոր մարզերում, Երևանի բոլոր համայնքներում եւ անցկացնում ենք մրցույթներ, որին մասնակցում են 3-ից 23 տարեկան տղաներ եւ աղջիկներ։ Լուսինե Բաղդասարյանը հպարտորեն ընդգծում է, մշակույթի նախարարությունը Հայաստանի կառավարության որոշմամբ ամիսներ առաջ է իրենց շնորհել ազգային ասոցիացիա անվանումը։ 6 տարի մենք աշխատում ենք, բայց մենք top մոդել աշխարհին դեռևս չենք ներկայացնում, որովհետեւ չունենք։ Top մոդելի փնտրտուքով հասնում ենք Իջևան, որտեղ եւ այս օրերին աշխատում են top մոդել Հայաստանի մասնագետները։ Երեխաներն առաջին պարապմունքներն են անցկացնում։ Նրանց մեջ կար մեկը, որն առանձնանում էր բոլորից, բայց ոչ գեղեցիկ քայլվածքով։ Նա արական սեռի միակ ներկայացուցիչն էր։ Մեր դասարանը թղթեր բաժանեցին դեգրացիչ։ Բռնցքամարտի խումբը փակվեց ու Էդմոնը մրցահարթակը բեմով փոխարինեց։ Հիմա մի խումբ աղջիկների հետ ճիշտ քայլել է սովորում։ Հիմնական շեշտը աշխատանքի դրվում է մասնակիցների, այդ դեպքում երեխաների, եթե կզարմանաք, ես նշեցի 3 տարեկան, գեղեցիկ քայլվածքի, ճիշտ կեցվածքի, բեմում ազատ զգալու, ինքնահաստատվելու, հանդիսատեսի, ֆոտոխցիկի։ Քայլել սովորացնելը ո՞րն է։ Դա ինչ մի անհրաժեշտ եւ կարեւոր հմտություն է իրեն կյանքով մեկ։ Դա ինչ է իրեն տալու։ Երեխան բացվեց բեմին, անկաշկանդեր, կեցվածքը, աղջիկա այդ գեղեցկությունը, կեցվածքը, իր քայլվածքը։ Ինձ համար նշանակություն չունի, թե ինքը հետագայում այս ուղղությամբ կշարունակի, թե չէ, կարևոր ինքը կարողանա գեղեցիկ քայլել։ Նպատակը այստեղ մասնակցելու այն չի, որ ինքը ինչ-որ մրցանակ շահի, ուղղակի այն, որ ծնողի երջանկությունը նայա, որ երեխան բեմ վրա է։ Կոնկուրսին մասնակցում են այն ծնողների երեխաները, որոնք այնուամենայնիվ ունեն խնդրեմ։ Այդ թույլ տվեք ինձ ասել իբրև հոգեբան։ Հոգեբան Իրինա Ծատուրյանը հիշեցնում է մանկավարժության ոսկե կանոններից մեկը։ Երեխային պետք է գովել լավ արարքի համար։ Երեխային չի կարելի գովել արտաքինի համար։ Դες իմ հավաստագինն է, որ հաղթել եմ top մոդել Երևան 2014 մրցույթում։ Ինքը ուղղակի ինքնավստահում էր, ես պետք է հաղթեմ։ Այդ ես վախենում եմ, որ ինքը չընկճվի։ Միլենան top մոդելի մասին իմացել է դպրոցում, համոզել ծնողներին մասնակցել ու հաղթել։ Մրցույթի գնացել է մտերիմ ընկերուհու Քնարիկի հետ։ Շատ բան է փոխել իմ կյանքում, թե ընկերների առումով, թե որ ընկերներ են պակասել, ընկերներ են շատացել, տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել։ Քնարիկը մի կարգախոս ունի, որ ասում է, եթե մասնակցում եմ, պետք է հաղթեմ։ Ինքը չհաղթեց։ Top էլեգանտ կոչումը ստացավ։ Ծնողները համոզված են, որ նախանց չի առաջացել նախ այն պատճառով, որ հաղթող Միլենան ու Քնարիկը ընկերուհիներ են, երկրորդ մասնագետները ճիշտ աշխատանք են տարել։ Ընկեր Լուսինեն, ընկեր Մարինան զգուշացնում էին, որ ձեր երեխաներին, այսինքն այնպես սերմանենք, որ եթե չհաղթեն կամ թեկուզ նոմինացիա չստանան, դա չարություն չառաջացնի իրենց մեջ դեպի մյուս հասակակիցները։ Մրցակցություն, ահա ինչն է նպաստում, որ երեխաները վերջում տխրեն, նախանձեն ու չարանան։ Շատ մասնագետներ վստահ են, այն խեղաթյուրում է երեխայի հոգեբանությունը։ Վերհիշելով ռուսական տեսանյութը կարող ենք վստահ ասել, որ դա իսկապես այդպես է։ Ես արգելել եմ, որ լինի մրցակցություն։ Իսկապես երեխաներին դա վնաս է։ Իրանք կարող ցույց չտան, բայց ներքուստ իրանք դա պահում են, հետք է թողում։ Արմեն Դալաքյանը կենթանի տիկնիկ մրցույթի կազմակերպիչն է։ Առայժմ մեկ անգամ են անցկացրել, սակայն շատ շուտով կլինի երկրորդը ու հաղթողները պայքարը կշարունակեն Վրաստանում։ Արմենը հավաստիացնում է, որ մրցակցությունը տեղ չունի իրենց մոտ, որ բոլոր մասնակիցների անունները անպայման տեղ են գտնում ամսագրերում, բայց եւ չի ժխտում, հաղթողներ եւս լինում են։ Առաջ տեղը գնացել է Անտալիա հանգստանան 7 օր, 2 հոգով, երկրորդ տեղին է եղել է նկարահանում տեսահոլովակում, իսկ երրորդն եղել է դրամական պարքև, որը տրամադրել էր բանկը։ Մրցույթների կազմակերպիչները վստահեցնում են, ի տարբերություն Ռուսաստանի, մեր երկրում ժյուրիի անդամներին գնել չի կարելի։ Իմ մոտ դա բացառվում է։ Իմ մոտ եղել է միայն պայմանագիր, որտեղ եկել են պայմանագիր են կնքել եւ վճարել են պայմանագրի գումարը։ Այնուհետև ոչ մի գումար չի վերցվել ոչ մեկից։ 6000 դրամը այս պարագայում, այս պայմաններում ծնողի համար, եթե կուզենա ինչ-որ միտեղ, որ երեխայի հետ աշխատանք տարվի, ամեն ինչ արվի, ես կարծում եմ պատրաստ պիտի լինի վճարելու։ Մեր երկրում անց են կացվում բազմաթիվ մանկական մրցույթներ՝ Միս եւ Միստր Կենթանի տիկնիկ, Միս աշակերտուհի, Top մոդել եւ այլն։
Վերջինիս ղեկավարը վստահեցնում է իրենց ժյուրին անաչառ է, իսկ մրցակցությունը մեղմելու համար կիրառում են բոլոր հնարավոր միջոցները։ Խնդիրը երեխաների մեջ չի ցավոք ծնողների, որովհետև ավելի շատ ծնողներն են ապրում այդ ստրեսները ու փոխանցում են երեխաներին։ Իրան հիմիկվանից արդեն պատրաստում են, որ դա մրցանակով չի, պարզապես դու որ բեմի վրա քայլես, բոլորը քեզ ծափահարելու են, դա իր համար արդեն երջանկություն է։ Ինքը մեծ սիրով ասում է, որ այս անգամ ինչ որ մեկը լավ արել, լավ ոչինչ, մյուս անգամ ես էլ լավ կանեմ։ Ես երեխային միշտ որ ասել եմ, ինքը տենց ինձ թվում է բան չի, ինքը ուրախանում է, որ ընկերներն են բան արել, հաղթանակ տարել։ Հոգեբանական աշխատանք պետք է տանեն եւ ծնողները եւ ծնողների հետ։ Իրինա Ծատուրյանը տարիներ շարունակ աշխատել է փոքրիկ նկարիչների հետ ու տարիների փորձով է հաստատում։ Մրցակցությունը երեխաները ծանր են տանում։ Երբ որ տարվա վերջ անպայման լինում էր ցուցահանդեսները եւ այն երեխաների նկարները, որոնք որ կախված չէին լինում ցուցասրահում, իրենք դա շատ ծանր էին տանում։ Այդ հարցն էլ ենք մենք լուծել, այսինքն աշխատում ենք առանձին հոգեբանների հետ։ Ախր ինչի համար, ինչա դրա եղածը, որ հələ երեխայի հետ հոգեբան աշխատի, որինչ։ Հոգեբանը լուրջ չի վերաբերվում նման մրցույթներին ու ծնողներին հորդորում է երեխաներին տանել այնպիսի հաստատություններ, որտեղ աշխատում են երեխայի միտքը, այլ ոչ արտաքինը զարգացնելու ուղղությամբ։ Լավ ասեն գեշա, չասեն էշա։ Այնուամենայնիվ երեխաները սիրում են բեմը, մրցակցության մեջ են մտնում ամենա դառնալու համար։ Այստեղ աշխարհի զարգացած երկրների օրինակներից ոգեշնչվել պետք չէ։ Պիրսինգ են անում, օղ են գցում, եթե ծակած չականջը ծակում են, ես դա հանել եմ, որովհետև ասել եմ, իմ մոտ գեղեցկության մրցույթ չէ, իմ մոտ հագուստի մրցույթ է։ Բացառվում է ընդհանրապես ոչ մի շպար, ոչ պիրսինգ եւ այլն այդ բաների մասին խոսել անգամ չեմ ուզում։ Որոշ մասնագետները համարում են, որ դա պեդոֆիլիայի սկիզբ է, երբ որ 6-7 տարեկան աղջնակը դուրս է գալիս բեմ, համարյա թե մերկ Եվ ամենահետաքրքիրն է, որ նա շպարը իր ճիշտ մեծահասակի շպարի նման է։ Բեմում բոլոր երեխաները միանման են, հագնում են նույն հագուստները, սանրվածքը սարսափելի համեստ։ Ունեցա կազմակերպում, որ այսինքն ծնողը ինքը կարող է շատ հանգիստ լինել այդ հարցում, ոչ թե մտածի վայ որտեղից շքեղ զգեզ գտնի կամ որտեղ լավ վարսահարդարվի եւ այլն։ Իրա մազերը ասենք բնական բաց ենք թողել, ոչ մի տենց բան չենք օգտագործել։ Կարող է ինչ-որ նուրբ աղջիկ են, մի փայլուն շրթներ, մի բան օգտագործեն, բայց շփարվել չկա։ Պարային համերգների ժամանակ ես շատ հաճախ հանդիպում եմ, նմանավանդ այդ ժամանակակից լատինամերիկյան պարերում սարսափելի շպար, կարմիր շրթներ, 10 տարեկան աղջնակի շուրթերին ինձ թվում է դա բարոյական չի։ Մի մասը համարում է, որ դա երեխայի համար նույն զբաղմունքն է, ինչը որ ինչպես եւ սպորտը, ասենք թե ասեղնագործության խմբակը գնալը կամ երաժշտության պարապելը, մյուս կեսը համարում է, որ դա այսօր վտանգավոր։ Հոգեբանը երկրորդ խմբի մեջ է։ Նա հորդորում է երկար տնտղել, նախ ուսումնասիրել մրցույթի նախորդ տարիների տեսանյութերը, հետո որոշել մասնակցել թե ոչ։ Ես ինքս ցանկանում եմ շարունակել եւ երբեք չեմ թողնի մոդելային ասպարեզից դուրս, շարունակելու եմ։ Մոդելային ապրելակերպը սկսել ու շարունակում են արդեն անկախ մրցույթից։ Հաճախ հրավերներ են ստանում ու մասնակցում տարբեր ցուցադրությունների։ Յուրաքանչյուր ֆոտոսեսիայի ցուցադրության մասնակցելուց այնպիսի էմոցիաներ եմ զգացել, որը ոչ մի բանի հետ հաստատ կյանքում չէի փոխի։ Շարունակելու ես մասնակցել նման մրցույթներին։ Այո։ Հա, ինչ ես ուզում դառնալ։ Ես ուզում եմ դառնամ բժիշկ։ Բժիշկ։ Որ բոլորին բուժեն։ Գեղեցիկ բժշկուհի, մոդել, տնտեսագետ թե պարուհի։ Կյանքում կարևորը լավ մարդ ու ճիշտ քաղաքացի լինելն է։